Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production Երեկ դու պրոջեկա ես շատ զարմացած Առաջին ասլիմ առաջին շարքում նստած Տարեր անծանոթ ամքերը այն հարազատ Եվ մտերիմ ընկերներ մենք դարձանք Ահա մոտեցավ որ այս երկար սպասված Այս զգացմունքներն իրար են խառնված Երանի հնար լիներ այն ետ բերեն Օրերը անցած որ հուշեր են դարձել Վերջին զանգ դե հնչիր ու բարով մեր անգին հուշերով Հեռանում ենք սիրով Վերջին զանգ դե հնչիր ու բարով դպրոցի հույսերով Մենք մաղթում ենք մնաս բարով Վերջին զանգ դե հնչիր ու բարով մեր անգին հուշերով Հեռանում ենք սիրով Վերջին զանգ դե հնչիր ու բարով դպրոցի հույսերով Մենք մաղթում ենք մնաս բարով Բոլորս էլ հուզված ենք և նաև ուրախ, քանի որ կյանքի նոր փուլ ենք մտնում։ Գիտենք, որ ձեզանից շատերը, գրեթե բոլորդ, ապրել եք այս պահը և մեզ հետ հուզվում եք նորովի։ Մեզ 9-րդ դասանցիներից ողջունելու համար խոսք ունի ասելու Սպիտակի դերասանուհի Տեր Սիմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի մեր շատ սիրելի տնօրեն Լուսինե Մաթոսյանը։ Սիրելի հյուրեր, սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ներկաներ։ Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական վերջին դասի կապակցությամբ։ Մարդու կյանքում կարևոր իրադարձություններ շատ են լինում, որոնց մեջ իր հուզականությամբ առանձնանում է դպրոցական վերջին դասը։ Եվ դա միայն հրաժեշտի դաս չէ, այլև հասունության ավետում։ Հեշտ չէ իրոք առանց ներքին հուզմունքի հրաժեշտ տալ հարազատ դպրոցին, ինչպես բաժանվել մանկության քաղցր օրերից, պատանեկան թանկ ու անմոռանալի հուշերից։ Դրանք միևնույն է, ուղեկցելու են ամբողջ կյանքում, ինչ որտեղ նաև հուսալի ուղեկից դառնալով երազանքների իրականացման ճանապարհին։ Սիրելի ուսուցիչներ, վերջին դասի առիթով ուրախությամբ թախիծի իրարախառն զգացմունքներ եք ապրում նաև դուք։ Հասունության շեմին ոտք դնող հերթական սերնդին կրթելու և դաստիարակելու դժվարին գործընթացը, որ տարիներ է տևել, կենսական մեծ էներգիա է խլել ձեզնից, որի ստույգ չափը հազիվ թե հնարավոր լինել հաշվել։ Սիրելի սովորողներ, ձեր առջև բաց են կյանքի նոր հորիզոններ ու անսահման հնարավորությունները։ Ձերն է նաև ապագան կերտելու պատասխանատվությունը։ Կյանքի ճանապարհն անցեք վստահ քայլերով։ Հավատարիմ մնացեք այն արժեքներին, որոնք ամուր ու անսասան կպահեն հայոց պետականության հիմքերը։ Սուրբ այրամբ ու արդար քրտինքով ստեղծված մեր երկրի արժանի զավակները եղեք։ Բարի երդ, կյանքի տարբեր հանգրվաններ մտնող սովորողներ, թող հաջողությունները միշտ ուղեկից լինեն ձեզ։ Եթե ինձ հարցնեն մեր մոլորակի վրա ամենից շատ որտեղ կարելի է հանդիպել շատ հրաշքների, ես կպատասխանեմ Հայաստանում։ Ես զանգապակշում եմ, որ աշխարհի այս փոքրիկ անկյունում հնարավոր է հանդիպել այնպիսի մարդկանց, այնպիսի ուշացանների, որոնք կարող են լինել ամբողջ աշխարհի զարթնում պատմությունը։
Ես չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի, խոսքերը քիչ կտվան, եթե փորձեմ արտահայտել փաթաթը սեր է քո հանդեպ, իմ հայրենիք։ Մենք հասկանում ենք, որ մենք ենք հայրենիքի նրա սուրբ բասկի ուժն ու զորությունը։ Մեր քոլերը միշտ ամուր ու խրոխտ են, մեր հզոր հողի վրա, մեր բանակը միշտ կանգուն անպարտ է, մեծարում ենք քեզ հիմա, մենք ներկան ենք, ապագան ենք, հզոր ձայնը մեծ կրքին, միասին ենք, թափագում ենք, ծովից ծով հայրենիք։ Աշխարհի հնագույն ազգերից մեկն է։ Մեր երկիրը այնքան հին է, որքան ինքը մարդկության պատմությունը։ Ով չգիտի, որ ջրհեղեղից հետո Մասիսի գագաթին է բարձրացել առաջին օջախի ծուխը։ Հայաստանն է եղել առաջի քրիստոնյա երկիրը։ Հայրենասիրությունը փառավոր հատկանիշ է։ Հայրենասիրությունը սերն է առ հայրենի հողը, սերն է առ Աստված, սերն է դեպի մեր գրերը եկեղեցիները, հավատքը։ Հայրենասիրությունը բարու եւ գեղեցիկի դրսևորումն է, դեպի մեր երկիրը, ծնողն ու զավակը։ Բարև ձեզ ելի ներկաներ, եկեք ուղևորվեք մեր պատմության հիշարժան եւ կարևորագույն էջերից մեկը, ինչպես արդեն նշվեց, քրիստոնեության ընդունումը։ Երկնքի տակ մի փոքրիկ երկիր կար, Հայաստան անունով։ Հզոր էր, բայց անզադար կնդրտուքի մեջ։ Թագավորները փոխվում էին, պատերազմները նորում, բայց մի բան մնում էր անփոփոխ։ Սրտի ճիչը, դեպի լույսը։ Եվ ահա պատմության այն առաջին օրը, երբ Հայաստանը տղթագործ օրոք ընդունում է քրիստոնեությունը, դառնալով առաջին քրիստոնյա երկիրը ողջ աշխարհում։ Տեսարանն առաջին ընթացության ժամանակաշրջանում Տղթատի թագադրում է որպես հայոց թագավոր։ Հայոց թագավոր Խոսով II-ից հետո գահ է բարձրանում նրա որդին Տղթատ III-ը։ Այսօրվանից ես Տղթատս Հռոմի հպատակ չեմ, այլ հայոց հողերի պաշտպան եմ։ Թագն իմ գլուխն է, ոչ թե ուժը, եւ ժողովրդիս հավատը։ Ես երդվում եմ լինել արժանի որդի մեր նախնիների եւ այլ հայրենիքիս պատիվը։ Նա հզոր թագավոր է լինում,
եւ ամեն կերպ փորձում է շնացնել երկիրը։ Բոլորս էլ գիտենք, որ հեթանոսությունն այն ժամանակ խոր արմատներ ուներ, եւ հայոց թագավորը պաշտում եւ պահում էր հեթանոս աստվածներին։ Տեսարան երկրորդ Գրիգոր Լուսավորչի քրիստոնեության տարածումը եւ բանտարկումը Տրթատ թագավորի կողմից։ Հեթանոսության մեջ միայն Գրիգոր Լուսավորիչն էր, որ հավատում էր Աստծուն, եւ հալածանքների ու բռնությունների միջով անցնելով նա միևնույն է քրոզում էր քրիստոնեությունը։ Ով հայ ժողովուրդ, վճարումն է փշկում մարդուն, ոչքագելն ու գահերը։ Եկեք ապրենք չարից ազատ, սիրով, խաղաղությամբ ու հավատքով։ Ով ընդունի նա կապրի լույսի մեջ, ով վերջի թող կոնը լսի, քանզի սերվը մի օր ընկնում է եւ մեկ օր էլ աճում։ Դու ով ես, որ հանդգնում ես քարոզել մոռացված Աստծո անունը։ Իմ թագավորությունը ուրիշ օրենքներ ունի, ով հրաժարվում է մեր աստվածներից, հրաժարվում է հայրենի հողից։ Նետեք նրան խավարի մեջ, թող իմանա ում ծառան է նա, լույսի թե խավարի։ Թագավոր, իմ ձայնյանցիցս չի գալիս, այլ ճշմարտությունից։ Ես չգիտեմ ատելություն, այլ գիտեմ սեր, եւ եթե պատն է քո պատասխանը, թող իմ լրությունը լինի քեզ աղոտ։ Այսպես Գրիգոր Լուսավորիչը դարձավ դրության մարգարե։ Տեսարան երրորդ Տրթատ թագավորի հիվանդության բացահայտումը եւ Գրիգոր Լուսավորչի ազատումը 13 տարի անց։ Եվ այն օրվանից, երբ հայոց թագավորը բանտարկում է Գրիգոր Լուսավորչին, նա տառապում է ծանր հիվանդությամբ։ Արքա, ոչ սուրը, ոչ թագը չի փրկի հոգուտ խոցը, բայց գուցե նա ում դու մերժեցիր կարող է ներս գալ քո սրտի դռնից, լսիր ձայնը, ոչ թե իշխելու, այլ փրկվելու։ Տես, եղբայր, քո գիշերները լռել են, աչքերը չեն տեսնում լույսը, բայց լսիր քո քրոջը, այն մարդ ում դու բանտարկեցիր, հենց նա կարող է քեզ դուրս բերել քո հոգու մթությունից, նա չի պատժում, նա բուժում է։ Թագուհու եւ քրոջ խնդրանքով ու համոզմամբ եւ գիտակցելով, որ միայն Գրիգոր Լուսավորիչը կարող է փրկել իրեն, թագավորը մարդկանց է ուղարկում նրա մոտ, սակայն Աշխեն թագուհին թույլ չի տալիս, երջանում է, որ հենց ինքը գնա նրան ազատելու։ Գնացեք հարազատներս, գնացեք եւ բերեք Գրիգորը պիտի գա, թագավորը այլևս զորություն չունի։ Դուք մնացեք պալատում եւ պաշտպանեք արքայի անվտանգությունը, ես ինքս կգնամ։ Ոչ թագուհի, դա ձեզ վայել գործ չէ, դու պետք է մնաք թագավորի կողքին եւ հետևեք նրան։ Դա մեր գործն է, մենք կգնանք եւ կազատենք նրան։ Ոչ, ես ասում եմ ձեզ, ես ինքս անձամբ կգնամ, թող որ նա իմ ձայնը լսի եւ գա Տրթատի մոտ, Աստված կօգնի հաստատ, ես հավատում եմ։ Սպասիր, Աշխեն, պետք չէ որ միայնակ լինես, ես էլ քեզ հետ կգամ։ Խոսրվադուղտ, եղիր արքայի կողքին, խնամիր նրան, ես ինքս կգնամ։ Աշխենը գնում է, հասնում խոր վիրապի մոտ եւ ձայն է տալիս շշնջալով ու խոր հուզմունքով։ Հայր Գրիգոր, Տրթատը, մեր թագավորը, ծանր հիվանդ է, եթե դեռ կարող ես դուրս գալ այս խավարի միջից, խնդրում եմ, փրկիր նրան։ Գրիգորը գալիս է պալատ եւ ահա նա տեսնում է հիվանդ Տրթատին, որ պետք է բուժի նրան։ Եթե դու այսքան տարի մնում ես կենթանի, ուրեմն քո Աստված քեզ չի լքել։ Արի Գրիգոր, եթե արժանի եմ բուժման, ապա օրհնիր ինձ, եթե ոչ գոնե ճշմարտությունը իմանամ մի պահ։ Չի ուշացել, արքա, Աստված դե սպասում է քեզ, քանի դեռ մարդը չի փակել սրտի դուռը։ Դու բացեցիր, ես ներս կմտնեմ աղոթքով, ոչ զենքով։ Բարի եկեք Գրիգոր, ձեր աչքերում խաղաղություն կա։ Ես հավատում եմ, որ այս տունը կլցվի լույսով։ Աշխեն, ես նրան տեսել եմ երազումս լույսի մեջ քայլելիս, այլ լույսի շողերից մեկը հպվում է Տրթատին։ Ես հավատում եմ, որ սա վերջին փորձությունն է մեր ազգի, մեր գահի եւ մեր հոգիների փրկության համար, որքան խորն են Աստծո ճանապարհները։ Հայր Գրիգոր, մենք չենք եկել թագավորություն փրկելու համար, այլ մի հոգի մթության միջից։ Եթե նա այժմ ծնկի, ամբողջ ազգը կծնկի նրա հետ։ Թող լույսը հաղթի խավարին։ Հեթանոսությունն արդեն կորցրել էր իր հավատը եւ այլևս ոչ ոք չէր հավատում նրան։ Գրիգորը օրհնում եւ մկրտում է հայոց թագավորին։ Տեսարան չորրորդ օրհնում է եւ քրիստոնեությունը դնում է որպես պետական կրոն։ Ով Տեր Աստված, նայիր այս մարդու խոնարհ սրտին, ուժիր նրան հոգով եւ մամուլով, թող նա լինի քո կամքի գործիքը, քո ազգի առաջնորդը, օրհնում եմ նրան քո սուրբ անձնությամբ, ամեն։ Այսօր ես չեմ թագադրվում որպես թագավոր, այլ առաջին ծառան հայ Աստծո եւ հայ ազգի, թող այս հավատություն լինի գոյության մեջ հավիտյանս։ Այսօրը չէ միայն նոր սկիզբը, այլ ամեն օր եւ մարդը բացում է ճշմարտությանը։ Թող սեր լինի մեր նոր օրենքը։ Այսօր ավարտվում է մի պատմություն, բայց սկսվում է հավիտենական մի նոր կյանք։ Հավատը ծնվեց խավարի մեջ, բայց դարձավ արև մի ողջ ազգի համար։ Եվ Հայաստանը մկրտված սուրբ ջրով դարձավ
առաջինը, ով ընթരാճ գնաց լույսին։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հայրենասիրությունը փառավոր հատկանիշ է։ Հայրենասիրությունը ձերն է հայրենի հողը, ձերն է առաստված, ձերն է դեպի մեր գրելու եկեղեցիները, հավատքը։ Հայրենասիրությունը բարու եւ գեղեցիկի դրսևորումն է, դեպի մեր երկիրը, ծնողն ու զավակը։ Հիմա տեղափոխվենք պատմության այն էջը, որ անդառնալի է տնանք թողեց ողջ երկրի ճակատագրի վրա, պահպանելով նրա ինքնությունն ու անկախությունը, գրերի գյուտը։ Դարեր շարունակ հայը խոսում էր, բայց չէր գրում։ Նրա խոսքը խոսում էր սրտից, բայց մնում էր անգիր։ Եվ ապա ծնվեց մարդ, ով լսեց ժամանակի կարոտը, գրված լինելու կարոտը։ Նա էր Մեսրոպ Մաշտոցը, եւ նրա առջև իր աշակերտն էր Կորյունը։ Վարդապետ, դուք օրեր շարունակ չեք հանգստանում։ Ձեր աչքերում գիշեր է մնում։ Ինչ եք փնտրում այդ մագաղատների վրա։ Կորյուն, երբ ազգը սաղոթում է օտար լեզվով, հոգին չի ասնում Աստծուն։ Երբ հայ մայրն իր որդու նորեցայն է երգում, բայց գրի չի առնում։ Այն փոշիանում է ժամանակի մեջ։ Ես փնտրում եմ ձայն, ես փնտրում եմ այն տառը, որ կգրվի հայ։ Եթե գտնեք այդ տառը, կսովորեցնեք ինձ։ Այո, դու կլինես առաջինը, որ կկարդաս, բայց ոչ միայն դու կսովորեցնես ուրիշներին եւ կգրես իմ պատմությունը եւ քոնը։ Եվ ոչ ոք չի կարող մեզ լրացնել, վարդապետ, մենք կգրենք հայերեն։ Կորյունը հեռանում է, իսկ Մեսրոպ Մաշտոցը շարունակում է մոմի լույսի տակ խորհել հայոց տառերը։ Տես, ինչպես հույսը լույսի ձայնից, ինչպես գրեմ հայի հոգին, հողի նման խոր ու երկնքի պես պարզ, ինչպես արատն է կանգնած երկնքի մոտ անաղորդ, թող առաջին տարը լինի, արքայի տաննով, Աստված, արարիչ, բովանդակ, գոյությանց դատավոր, երկնից, զորավոր, էրջուն, ըսթուն, թագավոր, ժամանակած, իրաց, լուսոյ, խավարի, ծավուտ, կեսականած, հմայց, ձայն, խողանջական, ճեմարան, մտակ, Հիսուս, նազորվեցի, շնոր, ոգեշուն, չարյաց, պատխիչ, ջանադիր, ռաբի, սրբոց, վկայարան, Տեր, մեր, ցանկալի, ու փառք Քրիստոսից, աղոթքով սկսեցի, աղոթքով էլ ավարտում եմ, տարերը ոչ թե իմն են, այլ քոնն են իմ ժողովուրդ, սրանք քո ընչուններն են ու քո ցասումը, քո շունչը փառահեղ ու անմոռաց, ամեն մի գիծ մի սեր, ամեն մի ծուռ մի վիշտ, բայց բոլորը միասին կազմում են հայոց լույսը, այժմ բարերն են խոսելու, մի օր ամբողջ աշխարհը կլսի մեր հոգու ձայնը։ Չհնչեցին որպես գոռում, այլ իջան դրության պես, մոմի լույսի պես հոգու լուսավորություն։ Եվ ողջ աշխարհն իմացավ, որ հայը գիր ունի, ու այդ գիրը դարձավ նրա հոգու տունը։
Սիրել հայրենիք նշանակում է ճանաչել այն, գիտակցել և գնահատել մեր նախնիներից փոխանցված անգնահատելի ժառանգությունը։ Հայրենիք նրա հանդեպ ունեցածները ցանկություն փոխանցում է նաև այն հողը, այն իբր հողը, որը այնքան բաներ է տեսել հարսնակներ, գերեքներ, ապումներ և նշանակում նարոպեսապացույց մեր գոյության։ Հայրենիք ստեղծել նշանակում է մեկօրապես հայտնաբերել, իմաստավորել և ճանաչել այնպես, որ ոչինչ չմնա անմոռաց։ Հայրենիք սկսվում է ընտանիքից, հարազատներից, ընկերներից և դպրոցից, հետո շարունակվում է փոքր, իմ շնչով, իմ սրտով, միախառնում է Հայաստանի սրտի ամեն մի զարկին։ Հայաստանը սիրո համընդհանուր երկիր է։ Հայաստանը մենք ենք, ես ու դու, մեզնով է հայրենիքը կանգում։ Իմ հայրենիքն ինձ սպիտակն է, որին ես սիրառվում եմ, դու նույնն ես գեղեցիկ ու ծաղկում։ Մենք ենք մեր քաղաքի ոգին, մենք ենք վալու և ծաղկեցնում մեր քաղաքում։ Եմների մեջ կապ պայքար, հարի մեջ երկու բար, ձերքերի մեջ ճարնագան, հայ բան է հաղթական, վշոու սասկան, բարում էր, հետևեք ձերքերը մեկ, ես արկեք դողան սարդեր, ես հուբան զենքի ենքեր, առավոտ կերնենք սարը, կկանչի զուրդի խալը, դողան շարը, կարնիկ բարը, յար խուշտան, Այդպես սկսեց մեր դպրոցական ընկերությունը, երևի աշխարհի ամենալավ ընկերությունը։ Աշխարհի ինչպես լույսը ներկան, հպարտ ինչպես Մասիսը դե, ամենազոր խաղաղության դու մեր երազանապական, քեզանով է կյանք ցնծում մեր սիրելի երկրորդ դպրոց։ Դպրոցի գայես շատ զարմացած, առաջին ասնիմ առաջին շարքում նստած, բարեն արտանոտ ընկերը այն հարասած,
են բարձր Վերջին զանգվենոցից ու բարով Մերագին ուշերով հեռանում եք սիրով Վերջին զանգվենոցից ու բարով Դպրոցի հույսերով Եք մաղթում եք նրանց բարով Վերջին զանգվենոցից ու բարով Մերագին ուշերով հեռանում եք սիրով Վերջին զանգվենոցից ու բարով Դպրոցի հույսերով Եք մաղթում եք նրանց բարով Կանգնացեք նորմյալ մտնող այս կամուրջի Զիմացեք ես մատված մեր դպրոցի Արանքի կանչով գալու եք դպրոցի էլի Բայց աշակերտ կշկին եք մենք չենք լինի Վերջին զանգվենոցից ու բարով Մերագին ուշերով հեռանում ենք սիրով Վերջին զանգվենոցից ու բարով Դպրոցի հույսերով Մենք մաղթում ենք նրանց բարով Վերջին զանգվենոցից ու բարով Մերագին ուշերով հեռանում ենք սիրով Վերջին զանգվենոցից ու բարով Դպրոցի հույսերով Մենք մաղթում ենք նրանց բարով Վերջին զանգվենոցից ու բարով Մերագին ուշերով հեռանում ենք սիրով Վերջին զանգվենոցից ու բարով Դպրոցի հույսերով Մենք մաղթում ենք նրանց բարով Վերջին զանգվենոցից ու բարով Մերագին ուշերով հեռանում ենք սիրով Վերջին զանգվենոցից ու բարով Դպրոցի հույսերով Մենք մաղթում ենք նրանց Այսօր ուրախությունը, տխրությունն ու թախիծը իրար են խախտվել ու ես մտածում եմ, թե մեր կյանքի այս փոքր հատված էշքան բաներ տվել մեզ, որոնք կօգնեն կյանքում։ Մանկության օրեր երազի նման, անցա գնացիկ, ելե չդառնա, օ երջանիկ անոք օրեր, ընդունակ միայն ուրախացնելու։ Այսօր առիթ է, որ մենք շնորհակալություն հայտնենք մեր սիրելի ուսուցիչներին, մեր խենթ ու խելար արարքների միշտ մեծահոգաբար և մայրաբար նայող, ներող և մեծ սիրող ուսուցիչներին։ Ուսուցիչ քաղցրու հարազատ մի անուն, որից որքան հեռանում, այնքան ավել է սկսում ճանաչել նրա մեծությունը, զգում նրա ջերմության կարիքը։
Մտորում եմ ու չեմ հասկանում, թե ինչու է տնտիողները ժամկետի շուտ անոնց վարձի նախշում դեմքը մատվաման։ Նրանից չէ, որ նա 3 ջահել մի ուսանող, այսօր բազուն մանկած ծնող, իրեն ուրախ կյանքի ծրկում, նրանց մանուկ հոգին հղկում ու գալիք է ճանապարհում։ Այդ պատճառով եթե փորձեք մանկավարժի տարիքն ասել, չսխալվեք հաշվեք դեպքի կնճռներով կամ մազերի հավես ու բաց թաթիներով։ Մանկավարժի հոգուն նայեք, այն մանկան հետ միշտ մանկանում, ջահելի է ջահելանում, նրանց հոգու ջերմությունից ընդարձակվում, մեծանում է, չի ծերանում։ Հակագին ուսուցիչները, դուք եք աշխարհի լույսը, լույս փռողն ու տարածողը, հոգալի զելուսը մատաղտրի, ապագա տանող ճանապարհի։ Պարտ ենք, որ սովորել ենք այդ դպրոցում, մեր բոլոր ուսուցիչներն ստեղծացավ են մեկ-մեկից բանիմաց այլ ջերմացող։ Այսօր մեր կյանքում դպրոցական մի կարևոր փուլ է ավարտվում, բայց հուշերը հավերժ կմնան։ Մենք մեզ հետ տանում ենք մեր տնօրենի գեղեցիկ հաշալի շպիտը, բարի ու խստապահանջ խրատները, տանում ենք Ալինա Հավակիմյանի նրբությունը, Արմինե Հավակիմյանի ընկերությունը, բոլորին չթվարկեք, սիրելի ուսուցիչներ, մենք մեզ հետ տանում ենք ձեր հոգատարությունն ու սերը։ Մեր դպրոցականներին չերին ամբողջական առանց այմակցու, ով եղել է մեր դպրոցի ու ուսուցիչը, մեր տնօրենը, ձեր խրատը, ձեր ծեր համբերությունը ուղեկցել է մեզ ամբողջ տարի։ Դուք եղել եք ոչ միայն առաջորդ, այլ եղել եք ծնողաբար հոգատար մարդ։ Շնորհակալ ենք ձեզ ամեն ինչի համար։ Ձեր լույսը միշտ մեր հետ կլինի։ Այսօր հուզմունքն ու երախտագիտությունը խառնվել են իրար։ Վերջին զանգի հետ մենք տանում ենք դպրոցը, բայց մեզ համար ամենացավոտը հրաժեշտ տանն է մեր սիրելի դասմեկ ընկեր Քոչյանին։ Դուք մեզ առաջնորդեցիք ոչ միայն ուսման ճանապարհով, այլև կյանքի։ Ձեր խոսքով մենք երջանկացել ենք ձեր ժպիտով վստահություն ձեռք բերել, իր սեր հավատով ուշ ստացել առաջ շարժվելու։ Շնորհակալ ենք ձեզ, որ ամեն ինչ արել եք մեզ համար եւ ոչ մի բան չեք խնայել։ Հիշելու ենք ձեզ մեծ կարոտով եւ ջերմությամբ մեր սրտի անկյունում։ Thank you.
երկից Ու գրվեցին հացեր ուշեր դպրոցական կյանքին Ու գրվեցին հացեր ուշեր դպրոցական կյանքին Երազանքներ և անուշներ թող կատարվի բարին Ու առաջին հագուն միսեր որ միշտ մեզ հետ կապրի Ու առաջին հագուն միսեր որ միշտ մեզ հետ կապրի Ահա հնչեց այնքան ծանոթ ձայնը վերջին զանգի Ձայն որ ուրախ է երթացող հրաժեշտի պահին Ձայն որ ուրախ է երթացող հրաժեշտի պահին Մեր սիրելի ուսուցիչներ Համանուղանդիցից ումին ձայներին հետ կյանքի Այս ողորմեն վերջին զանգի ավարտեն ես ատին Ահնչեց այնքան ծանոթ ձայնը վերջին զանգի Ձայն որ ուրախ է երթացող հրաժեշտի պահին Մի պատմություն կողք կողքի անցել ենք մանկություն տարիներ գլորվեցի պատանի մեզ դարձրեցի ես ու դու ունենք մի պատմություն իմ ու քո դպրոց երջանկություն հարազատ մի ընկանի ուրանոց են երջանի դպրոցի ճամփան օնոր տարիներ անցան գնով ժամանակ մի պահ առել ես տան ու դարձել ես վերջին ծան դպրոցի ճամփան օնոր տարիներ անցան գնով ժամանակ մի պահ առել ես տան ու դարձել ես վերջին ծան Ես կողքի ակում ենք ընկրվել Տախեր քո մենք ասից պախել Ոչ ավել ու ոչ կակած Ձեզ եղել ենք պատուհաս Ես այստեղ լացել ու ռեխացել Մենք սիրել ենք ամել ուշացել Իմ դպրոց հովեր շկանգնած Հերանում եմ և անդար Շնորհավորել այսօր իմ կոլեկտիվին Ընկեր Մաթոսյանի գլխավորությամբ, որ մի գեղեցիկ սերունդ էլ ճանապարհում ենք դեպի կյանք։ Ես շնորհավորում եմ ծնողներին, բոլորին ու ցանկանում եմ, որ ձեր երեխաները հասնեն իրենց նպատակին, ինչ երազանքներ ունեք իրենց նկատմամբ թող կատարվեն։ Եվ ամենակարևորը շնորհավորում եմ իմ երեխաներին։ Երեխեք ջան, ձեզ հաջողություն կյանքի բոլոր բնագավառներում։ Ինչ դուռ էլ որ բախեք, թող Աստված բացի ձեր առաջ առանց խոչընդոտների։ Ու ուզում եմ, որ դուք դպրոցի տված այն բոլոր գիտելիքը կարող է այդքան շատ չեք տարել, բայց ինձ թվում է դաստիարակության տարեր հաստատ հետները տանում եք ու չմոռանաք ձեր դպրոցը, չմոռանաք ձեր ուսուցիչներին, փողոցում որ ասնեք, հաստատ հարգանքով վերաբերվեք։ Շնորհակալ եմ բոլորից։ Հեռանում եմ ես անդար դպրոցի ճամփան օնոր ժամանակ մի պահ առել ես տան ու դարձել ես վերջին ծան
անցան գլոր գլոր ժամանակ մի բար արել ես կան ու դարձել ես վերջին Կանգնած ենք նոր կյանք մտնող այս կամուրջին Զինված ենք ոսմամբ տված մեր դպրոցի Կարոտիկան չոքալու ենք դպրոցի դելի Բայց աշակերտ կշկին են մենք չենք լինի Վերջին զանգ է հնչից ու բարով մեր անգին ուշերով Հեռանում ենք սիրով Վերջին զանգ է հնչից ու բարով դպրոցի Let's